Լավ կլիներ, որ մենք էլ մեր կլինիկաներում այս որակը ապահովեինք։ Դառնում է բուժքույր, հետո գնում է գործիքտեղ, սկսում է զրոյից ամեն ինչը սովորել։ Ստոմատոլոգիական կլինիկան ինքը իրանից ներկայացնում է թիմային մեծ աշխատանք։ Ստոմատոլոգիայում այդ խնդիրը, նկատում եմ, որ գնում եմ ստոմատոլոգի մոտ։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է, որը կարելի է նաև Հայաստանում իրագործել։ Որտեղ մենք սովորենք, չէ՞, գնում ես ստոմատոլոգիա, գիտես մի հատ ստոմատոլոգ կա։ Թիմային աշխատանքում բոլորը աշխատում են մի նպատակի շուրջ, չէ՞։ Իրանք վիրահատության этаպներում ես ուղղակի ձեռս եմ ձգում, իրանք գործիքը տալիս են։ Добрый день, говорит Москва։ Կուզեի այսպես սկսել հաղորդումը, եթե 1991-ին չփլուզվեր Սովետական միությունը, 91-ին է, չէ՞ փլուզվե։ Կոմենտներում գրեք որ թվականին է փլուզվե Սովետական միությունը, ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն է, Doctors Room YouTube-յան ալիքում, Medcast հաղորդման շրջանակներում։ Ով պետքա օգնի բժշկին։ Այդ հարցը շատերին է հուզում, շատերին է տանջում, ով պետքա օգնի բժշկին։ Հիմնականում բուժքույրերն են, վիրահատարանի բուժքույրերն են, հիվանդանոցում մյուս բուժքույրական անձնակազմն է, սակայն բուժքույրը ինքը առանձին մասնագիտություն է, ով որ ունի իր թասքերը կատարելու համար։ Դրա համար աշխարհում ներդրված կա այսպիսի մասնագիտություն, որը բժշկի օգնականն է։ Այսօրվա մեր հյուրը Գայանն է, Գայանե ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ով Կանադայից մի շատ հետաքրքիր ծրագիր է բերել Հայաստան, ատամնաբուժի օգնականի ծրագիրը, որը այժմ դասավանդվում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի, իհարկե Մխիթար Հերացու անվան քոլեջում։ Ու այսօր խոսենք այդ ծրագրից ընդհանրապես բժշկի ստոմատոլոգիա օգնականի մասնագիտությունից, ոնց եք։ Լավ եմ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ մերսի, Գայանե ջան, որ մեր հրավերը ընդունեցիք։ Դուք Հայաստան եկել եք Կանադայից։ Ու առաջի բանը ինչ որ նկատել, Հայաստան սովորել եք, գնացել եք Կանադա, հետ եք եկել։ Կանադայում դուք նկատել եք մի հատ աշխատանքային հաստիկ, որը Հայաստանում գոյություն ունի, դա ստոմատոլոգիա օգնականն է։ Մի քանի բառով կպատմեք, թե ստոմատոլոգի բուժքույր ստոմատոլոգիա օգնական այդ ծառայությունը իրենց ինչ է ենթադրում։ Այո, շատ լավ, սիրով, մի փոքր նախապատմություն պատմեմ, երբ որ համալսարանը ավարտեցի, այնպես ստացվեց, որ տեղափոխվեցի Կանադա, ամուսնացա, ընտանիք կազմեցի, ու Կանադայում բնականաբար այդ սկսեցի ուսումնասիրել, ինչ կարող եմ անել իմ մասնագիտությամբ։ Դե պարզվեց, որ որպես ստոմատոլոգ չեմ կարող ոչ մի բան անել, քանի որ կանադական լիցենզիա չունեմ, դրա համար էլ պարտադիր պետքա երկար տարիներ դեռ ուսուցանեի։ Իսկ ես նոր ընտանիք ունեի, փոքրիկ երեխաներ արդեն, դրա ժամանակը չկար։ Որոշեցի, որ ինչու ոչ, կարելի է նաև ստոմատոլոգի օգնական dental assistant աշխատել, ինչը նոր բժիշկի համար շատ մեծ փորձ է, հատկապես Կանադայի նման երկրում։ Դրա համար էլ ես որոշակի ժամանակ սովորել եմ, 6 ամիս հաճախել եմ հատուկ կուրսերի, որովհետև նույնպես պահանջում էին կանադական լիցենզիա։ Այնպես ստացվեց, որ աշխատանքի անցա հենց սովորելուց հետո աշխատանքի անցա մի շատ լավ բժիշկի մոտ ու իմ բախտը բերեց, չգիտեմ, լրիվ պատահականության սկզբունքով ինքը հայ էր։ Արմատներով Եգիպտոսից էր, 5 տարեկանից Եգիպտոսից տեղափոխվել էր Կանադա եւ շատ պատահականության սկզբունքով, երբ որ իմ ռեզյումեն ուղարկել էի, հրավեր ստացա, գնացինք, մի խոսքով համագործակցեցինք ու ես սկսեցի աշխատել։ Աշխատելու ընթացքում ինձ մոտ միշտ հարցեր առաջանում, ինչու մենք Հայաստանում այսպիսի մասնագիտություն չունենք, այնքան լավ կլիներ, որ մենք էլ մեր կլինիկաներում այս որակը ապահովեինք, այնքան լավ կլիներ, միշտ այդ գաղափարը մոտս առաջացել է ու երբ որ 2022 թվականին եմ, վերադարձել ընտանիքով, վերադարձանք Հայաստան, ուսումնասիրելով այս ոլորտը, ստոմատոլոգների հետ, իմ գոլեգաների հետ շատ խորհրդակցելով, հասկացանք, որ մենք ունենք մի հատ շատ մեծ բաց, բոլոր ստոմատոլոգներին այսօր հարկավոր է պրոֆեսիոնալ բանիմաց բժշկի օգնական, որը մենք այսօր չունենք, քանի որ մենք այդպիսի դպրոց չունենք, որտեղ պատրաստում են ստոմատոլոգի օգնականներ։ Մենք ունենք ընդհանուր բուժքույրական դպրոց, ուսումնարան ունենք եւ Հերացու անվան քոլեջում ունենք նման ծրագիր, բայց չունենք կոնկրետ մասնագիտացում։ Այսինքն մարդը դառնում է բուժքույր, հետո գնում է գործիքտեղ, սկսում է զրոյից ամեն ինչը սովորել։ Այո, պատկերացրեք բժշկի առօրյան իր զբաղվածությունը, ու ինքը պետքա զրոյից այդ տվյալ ասիստենտին, սկսի ամեն ինչը սովորացնել ու հետագայում այդ մարդը ասենք գնում այլ տեղ աշխատելու, հաջորդն է գալիս ու նորից զրո գիտելիքով, որովհետև եթե չկա նման մասնագիտություն, որտեղից մարդը սովորած կա։ Ու այդպես խորհրդակցելով ես իմացա, որ քոլեջում էլ, Հերացու անվան քոլեջում էլ
իրենք էլ են այդ գաղափարը ունեցել, գաղափարներով փոխանակվելով, համագործակցելով գրեցինք մեր ծրագիրը եւ այս տարի արդեն ոնց որ շորցարարական ունեցել ենք ընդունելություն 9-րդ դասարանի բազայով ընդունվել է մեզ մոտ 25 աշակերտ եւ 12-րդ դասարանի բազայով ընդունվել է արդեն 7 աշակերտ, ընդհանուր ունենք 32 ուսանող։ Ու ոնց են տրամադրված երեխեքը։ Ինչ են սովորում, նայ, այն քույրականում ինչ են սովորացնում, սրսկել, երակ դնել, վիրահատարանում օգնել, գործիքներն են սովորում։ Ինչ է սովորում ԵՊԲՀ քոլեջի դեպս բարևենք ԵՊԲՀ քոլեջի տնօրեն մեր սիրելի Ալեքսան Հովանեսյանին, գիտեի որ Ալեքսանը Ալեքսան, հա։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել, որտեղ ինքն էլ շատ մեծ ներդրում ունեցավ, որպեսզի մենք այս ծրագիրը միասին իրագործենք մեր փոքրիկ թիմով, հա։ Դե այդքան է փոքրիկ չի։ Փոքրիկ ուզում եմ ասեմ, որ մենք այս ծրագիրը ես մենակ չեմ իրագործել, հա, Ալեքսան Ստեփանիչի հետ համատեղ իմ շատ լավ ընկեր եւ գործընկեր ստոմատոլոգ Լիլիթ Պարսամյանն է, որը մեծ ներդրում է ունեցել, ուզում եմ իրան էլ շնորհակալություն ասեմ, եւ Դավիթ Հովանեսյան, մեր Սպիտակ ամրոցի, մենք բոլորս նույն կուրսում ենք սովորել։ Ես այդ գաղափարով իրանց հետ կիսվեցի ու խնդրեցի, որ իրանք աջակցեն, իրանք մեծ սիրով իրանց զբաղվածությունը մի կողմ դնելով ինձ աջակցել են ու մենք երեքով այս ծրագիրը Thank you mom. Thank you dad. Դե իրականում չեմ կարող չասել, որովհետև անարդար կլինի, որովհետև իրոք ես մենակ չէի կարող սա իրագործել, Լիլիթը մեծ ներդրում է ունեցել այս ծրագրի գործում։ Լիլիթը որ ստոմատոլոգիայում է աշխատում։ Լիլիթը աշխատում է Աբրահամյան դենտալ կլինիկայում։ Դες պրոստը փոքր գովազդանենք այնտեղ որտեղ աշխատում է Լիլիթը իր արած մեծ գործի համար մի հատ սփոճուր։ Հայրոք մեծ գործ է, չեմ կարող չնշել։ Ինչ են սովորում երեխեքը կոնկրետ, ինչ են սովորում։ Սովորում են, ասեք, չգիտեմ, այնտեղ կատեն բերել, անել, սովորում են գործիքները, սովորում են մաքրել գործիքներ, սովորում են էթիկա։ Ոնց մանրամասն ցես պետք հիմա որտեղ կարող է մամաներ են նայում, ովքեր երեխեքը սովորում են 9-րդ, 12-րդ դասում, եւ ուզում են ունենան այտենց երեխաներում աշխատանքի կտեղավորեն վաղամիսօր։ Սիրով հիմա բոլոր քայլերով հաջորդականությամբ կպատմեմ, նախ կարող են դիմել բոլոր 9-րդ դասարանցիները, ովքեր չեն գնալու ավագ դպրոց, իրենք կարող են միանգամից ընդունվել քոլեջ, ընտրելով այս մասնագիտությունը, այդ դեպքում կուսուցանեն 3 տարի, իսկ եթե 12-րդ դասարանը ավարտած աշակերտները արդեն իրանք էլ կարող են դիմել, այդ դեպքում ուսուցումը կլինի 2 տարի։ Մեր ուսուցման ծրագիրը իր մեջ ներառում է շատ հետաքրքիր քայլեր, ասենց ասեմ, հա, մենք կարող ենք նաև ոչ միայն ասիստենտ պատրաստել, այլ նաև վարչարարական գործի հմտություններն ենք սովորեցնում, հա, եթե ենթադրենք մեր ուսանողը, հա, վերջում զգում է, որ չի ուզում օգնական աշխատի, ինքը տիրապետելու է, այսինքն այդ վարչարարական գործի բոլոր հմտություններին, հա։ Օրինակ վարչարարական ի՞նչն է։ Օրինակ համակարգչային ծրագրերը տիրապետելու, օրինակ բուժառուների այցերի գրանցում, չեղարկում, վճարման համակարգի տիրապետում, հա, այդ ամբողջ օֆիսային աշխատանքել ենք մենք իրեն կառավարում ստոմատոլոգիայի։ Այո, ստոմատոլոգիական օֆիսի, հա, կլինիկայի գործի կազմակերպում կառավարում, այո։ Ոչ միայն սովորում են օգնական, այլև ղեկավար ինչ որ չափով։ Այո, քանի որ ոնց որ ստոմատոլոգիական կլինիկան ինքը իրանից ներկայացնում է թիմային մեծ աշխատանք, չէ։ Այնտեղ մենք ունենք ադմինիստրատորն, այդ որը զբաղվում է բոլոր վարչարարական գործերով, այդ նույնը մենք սովորացնում ենք մեր ուսանողներին, այսինքն ինքը նաև կարող է այդ գործը անել, ամբողջ կլինիկայի, այսինքն գործի կազմակերպում կառավարում միանշանակ տիրապետելու է ստոմատոլոգիայի հետ կապված բոլոր ոլորտներին, ստոմատոլոգիան ինքը ունի տարբեր ուղղություններ, չէ, այնտեղ օրթոդոնտիա է, օրթոպեդիա, վիրաբուժություն, իմպլանտոլոգիա, մենք այդ առանձին մոդուլներ ունենք, հա, ամեն մի մասնագիտության ուղղության հետ կապված, ինքը դառնալու է մասնագետ, որը կարող է օգնել բոլոր ոլորտներում, հա։ Դա կլինի իմպլանտոլոգիան, կլինի օրթոդոնտիան, մենք մեր ծրագիրը կազմել ենք կոնկրետ 15 մոդուլի շրջանակում, սովորեցնել ենք։ Մենք սովորում ենք 15 մոդուլը։ 2 տարում։ 2 տարում։ Այո, քանի որ 9-ի բազայով երեխան որ եկա։ 3-ի բազայով, իսկ մի քիչ հայոց լեզու էլ ավելանում։ Նու հա, այդ մի քիչ ցավոտ թեմա է, ես օրինակ կուզենայի, որ մի քիչ ավելի, այո, կարճ տևեր այդ հայոց լեզու, ռուսերեն պատմություն այդ առարկաներին տրամադրված ժամանականակը, եթե հնարավորություն լիներ, հա, բայց դե պետքա ենթարկվել բոլոր օրենքներին, որը գործում է մեր հանրապետությունում։ Սովորելու են, այո, մեր նպատակն է, որ պատրաստենք այնպիսի օգնական, որ ինքը նստեց բժիշկի կողքը, հա, այլևս բժիշկը ոչինչ չունի ասելու, հա, ինքը այսինքն քայլերի բոլոր հաջորդականությունը։ Եթե օրինակ նայեք, մեր վիրահատանի բուժքույրերը ողջունեմ բոլորին, Ռիփսիմեին, Ռիմային, Լարիսային
Էմոյին, Լուսինեին, ցենց աղի անուններ պետք է տամ, թե չէ կներանա Գայանեին, ցենց աղին ողջ ունեմ։ Մեր վիրահատային բուժքույրերը, որ օրինակ իրանք վիրահատության этаպներում ես ուղղակի ձեռս եմ ձգում, իրանք գործիքը տալիս են, գիտեն որ этаպին, ես չեմ էլ ասում մկրատ տուր, դանակ տուր, չգիտեմ այնտեղ կոագուլյատոր տուր։ Ամեն ինչը իրենքը գիտի, վիրահատության այս этаպին ենք հասել, ստեղ զարժիմ է, պետք է ինքը գիտի որ զարժիմը, որ չափսի, իսկ պետք է դա այդ պահին։ Ստավանտոլոգիայում այդ խնդիրը, նկատում եմ, ֆերս գնում եմ ստավանտոլոգի մոտ, մեկ է կողքից ենեք ես լուս, մի հատ ռենտգենը բեր, մի հատ էս գործիքը բեր, մի հատ էս բորը տուր։ Չէ, դա անընդունելի է, կոնկրետ իմ համար, իմ պատրաստած ծրագրում այդպիսի կրիտերիաներ է դրված, հա, որ ասիստենտը սկսած իր արտաքին աշխատանքային տեսքից ինչպես պիտի ներկայանա աշխատանքին։ Իմ համար շատ կարևոր է, ես օրինակ իմ կանադական փորձը ինձ մեծ բան է տվել, հա, իմ կյանքում շատ բան է փոխվել Կանադայում աշխատելու տարիներին։ Նախ ասեմ, որ ես էլ արդեն իմ ուսանողների հետ այդ դասը անցել ենք, հա, էթիկայի կանոնները ստոմատոլոգիայում։ Ով է բուժառոյին առաջինը դիմավորում է մեր օգնականը, հա։ Օգնականի աշխատանքային տեսքը արտաքին պետքա լինի շատ ճիշտ կրիտերիաներով։ Աշխատանքային հագուստը բժշկական նախ պետքա լինի մեկ չափս մեծ, որը մեր մոտ չգիտես ինչի, չգիտեմ։ Ասար քիփշորեն ուզում են այդ։ Դա անընդունելի է։ Դու պետքա ազատ շարժվես ամբողջ օր այդ հագուստի մեջ, դա պետքա լինի քեզ համար հարմարավետ։ Պետքա լինեն մազերը ամբողջությամբ հավաքված։ Ես 3XL եմ հագնում, դրանից մեջ չի լինում։ Չէ, որ պիտի հարմար լինի քեզ քո աշխատանքի մեջ շարժվելը, հա։ Պետքա լինի մազերդ կոկիկ հավաքված եւ պարտադիր գլխաշորով։ Ես իմ ուսանողներին մի հետաքրքիր դեպք էի պատմում, ասում եմ, երբ որ ես Կանադայում ընդունվեցի աշխատանքի մեր օֆիսում, մենք մտնում էինք օֆիս, մենք ունեինք այնտեղ հանդերձարան, մինչև օֆիս մտնելը, հա։ Մենք փոխվում էինք մեր աշխատանքային տեսքով, մազերը հավաքած, գլխաշորը կապած մտնում ենք օֆիս։ Ուրեմն ես այդ տեսքով միշտ մտել եմ օֆիս ու մեր հանգստի ժամին, երբ որ sense հոգնած գլխաշորս հանեցի, մեր գոլեգաները ասին, «Վայ, մենք քեզ մազերով չէինք տեսել, արդեն քանի ամիս աշխատում ես, հա»։ Ասեմ, ինքան կարևոր է այդ ճիշտ աշխատանքային տեսքը, բացառել զարթեղեն կրելը, հա, այդ ծանր դիմահարդարումը, երբեմն այստեղ կլինիկաներ շատ հաճախ մտնում ես, տեսնում ես այդ Չէ, չկա տենց բան, ծանր դիմահարդարված եւ օծանելիքի օգտագործումը պիտի բացառել։ Մեր կլինիկայում արգելված էր օծանելիք օգտագործելը։ Դե հա, էդի հիվանդանոցներում ընդհանրապես պետք է լինի, որովհետեւ դիմացիդ պացիենտը մաքսիմալ դիսկոմֆորտ կար ազգել, պատկերացրինք, տենց ինչ-որ լարված ճնշումը բարձր ջերմությունով մի հատ էլ դուխու հոտը սոնց մտնում է քիթը։ Այո, դա շատ հաճա, հատկապես այնտեղ շատ զգայուն էին այդ դեզադարանտ մաքսիմում դեզադարանտ անհոտ դեզադարանտներ օգտագործել։ Եվ միանշանակ պետք էր բացառել որևիցե, ասենք նամակագրություն, հեռախոսային խոսակցություն, մտար օֆիս, դրվեց ամբողջ բոլորիս հեռախոսները դրվում էր հանգստի սենյակում։ Այսինքն մաքսիմալ դու մտնում էիր աշխատանքային կյանքի մեջ, հա։ Բայց ես մի տեսակ դեսպոտություն եմ միշտ համարում են գործի տեղերը, որտեղ չեն թողում մարդը հեռախոսը իր մոտ լինի։ Որտեղ այս դարում կոմունիկացիան պետքա շատ տենց բանել լինի, էլի ակտիվ լինի։ Չեմ ասում այն պահին, երբ որ գործիք պետքա փոխանցի կամ վիրահատության ժամանակ, բայց ահան դեպքում ինչ որ ազատ ժամ պահ պետքա ունենա, էլի։ Ունենք ազատ ժամ, այո, այնտեղ բոլորս ունենք մեր հանգստի ժամը, հա, ասենք 1-ից 2-ը, դա քո ժամն էր, դու ինչ ուզում էիր կարող էիր անել այդ ժամը։ Կարո՞մ եմ անհամեստ հարցնել, ինչքան գումար եք ստանում Կանադայում։ Ժամը $25։ Կանադական դոլար։ Քան ժամ եք աշխատում, ասեմ ինչքան որ ես ցանկանայի, այդպեսի հնարավորություններ ինձ կար, օրեր լինում աշխատում էի 5 ժամ, օրեր լինում 8 ժամ, 10 ժամ։ Հասկացա։ Այսինքն իսկ ինքը համարվում էր բարձր աշխատած Կանադայի համեջ։ Սենց ասեմ, եթե դու աշխատես բավականին, սենց full time, հա, ամբողջ 8 ժամ աշխատես, ինքը վատ վարձատրություն չէր։ Օրինակ dental hygienist-ները, հիգիենիստները, հա, իրանք ժամը 50 եւ ավել էին վարձատրում։ Ովքեր են dental hygienist-ները։ Dental hygienist-ները դա շատ հետաքրքիր ծրագիր է, որը կարելի է նաեւ Հայաստանում իրագործել, բայց երբ որ այս ասիստենտների ոնց որ ծրագիրը հաստատվի, արդեն հունի մեջ մտնի, հաջորդ этаպը կարելի է դրա մասին մտածել, որովհետեւ դա շատ կարեւոր մասնագիտություն է, որի Հայաստանում ցավոք մենք այդ էլ չունենք, հա, մեր դա այսպես ասած բերանի խոռոչի ամբողջ պրոֆեսիոնալ հիգիենա իրականացնող մասնագետներն են։ Քարերն են մաքրում, սպիտակեցնումը, բայց այդ քարեր մաքրելը դա բավականին բարդ ու երկարատև գործընթաց է, այսինքն այնտեղ մի 12-ից ավել գործիք էր օգտագործվում, մինիմում մի ժամ։ Ստոմատոլոգ ինքը իմ քարերը մաքրում է 10 րոպեում։ Հա, դա ես չեմ համարում բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենայի իրականացում։
Չէ, իրականում դա ինքը բավականին sense պետքա լուրջ մոտենալ, հա, ու հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որտեղ կա dental hygienist մասնագիտություն ու մարդիկ տարին 1-2 անգամ հաճախում են, այսինքն ստոմատոլոգիական հիվանդությունների հաճախականությունը բավականին միջանում է, բավականին։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-ն էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Դա sense մի հատ հարց։ Այնտեղ ստոմատոլոգիան շատ հետաքրքիր է, էլի Կանադայում, օրինակ Հայաստանում ստոմատոլոգիան ինքը բավական մաչելի է, ինչքան էլ որ կողքից թվայի քրթանք է, շատ մաչելի է։ Կանադայում մարդիկ վճարում են ստոմատոլոգիական ծառայություններ, արի մի քիչ խոսանք էլի տարբերությունների մասին։ Հա, իհարկե, սիրով։ Քանի որ նայեք, Կանադայում բժշկությունը անվճար է, բացի ստոմատոլոգիայից, ասենց ասեմ, մենք բոլորս կարող ենք բժշկությունից օգտվել անվճար, բայց ստոմատոլոգիան այդ ոլորտի մեջ չէր մտնում, հիմնականում մարդիկ ապահովագրության ծառայություններից էին օգտվում, որովհետև աննկարագրելի, անհասանելի թանկ էր։ Օրինակ, մի հատ ատամպլոմբելն ինչ արի, ասենց տափակ հարցեմ ես որ տա։ Չէ, իհարկե, օրինակ, ես պրոստը կամերայից ենկոմ մարդկանց հաստատ հետաքրքրել է։ Հա, իհարկե, շատ կարևոր է դա, որովհետև օրինակ Կանադայում ինչն էր ինձ սկզբից խորտ, որ մասնագետները շատ նեղ մասնագիտացված էին, հա, օրինակ, ասենց ասեմ, այնտեղ թերապևտ հասկացողություն չկար, հա, այնտեղ մի քիչ կոչվում էր aesthetic dentistry, եւ կար, ասենք, endodonist առանձին մասնագիտություն, հա, endodonist-ը, հա, ինքը առանձին էր, հա, մենակ ներվ էր հանում ինքը։ Այո, այդ ինքը մասնագիտացված էր կոնկրետ ներվ հանելու վրա։ Բայց endodonist-ները մենակ դրանով են զբաղվում։ Հետաքրքիր է, հա։ Մեծամասամբ, այո, հա, այնտեղ էնդոդոնտիան մի տեսակ առանձնացված էր, հա, մեզ մոտ էնդոդոնտիան մցրած է թերապիայի մեջ։ Օրինակ, հա, օրթոդոնտները, խիրուրգները իրանք լրիվ առանձին են, այսինքն general ընդհանուր dentist շատ քիչ կգտնեիր, կային իհարկե, օրինակ ես որտեղ որ աշխատում եմ, իմ բժիշկը անում էր շատ բաներ, բայց այսինքն նեղ մասնագիտացված չէր։ Հայեր, ով 5 տարեկանում Եգիպտոսից եկել էր Կանադա, արդեն 60-անց մարդ էր, ով հրաշալի տիրապետում էր մեր պատմության ավելի լավ, քան ես։ Ցավալի է, բայց բաստեր չշեղվեմ։ Եթե մասնագիտացված մարդու մասնագետի մոտ էր գնում էնդոդոնտիստի, միատամի ներվ հանելը կարող լիներ մինչև 1200-1500 կանադական դոլար։ Գնահատեք հայ մասնագետներին միանշանակ։ Որոնք այդ նույն գործողությունը կարող անեն 25-30 եվրոյով դոլար։ Չէ, իրականում ստոմատոլոգիան Ամերիկայում էլ Կանադայում էլ շատ թանկա չեմ կարող բացատրել ինչով բացատրեմ դա, բայց իրականում դրա համար մարդիկ դա էլ ասեմ շատ կարևոր է որ մարդիկ բավականին լուրջ էին վերաբերվում հա իրանց բերանի խոռոչի առողջությանը հիգիենիստի մոտ էին ավելի հեշտ այցելել գնալ քան թե Ես ապշած էի, երբ որ ես առաջին ամբողջ մի տարի ես մի հատ բարդ դեպք չէի տեսնում, լավ ասում էի, չկա, այսինքն մի հատ դեպք կա, որը մի քիչ բարդացած լինի, հա, ամենաբարդ դեպքը կարիեսն ու պուլպիտներ։ Այսինքն մարդիկ 60 տարեկան, 50 տարեկան գալիս էին ամբողջ իրանց ատամնաշարով, հա։ Այնտեղ իրանք 4 տարեկանից այդ կուլտուրան մտած էր, հա, այդ մարդկանց մեջ, 4 տարեկանից հաճախել տարին 2 անգամ մինիմում։ Ստոմատոլոգի մոտ, երբ որ դու գնում ես պրոֆեսիոնալ, հա, հիգիենա իրականացնելու, այդտեղ եթե մինիմալ ինչ-որ բաներ են նկատվում, նույն վարքյանին այդ հարցը լուծվում է, այսինքն չի գնում process-ի խորացում։ Եթե նկատեցինք, որ ունի, ասենք, մարդը հիգիենիստը իր գործը անում էր, հա, ու ինչ որ նկատում էր, նշումներ էր անում, արդեն բժիշկը նայում էր նշումները։ Հիգիենիստը ինքը բժիշկ չի, ստոմատոլոգ չի։ Ինքը ասիստենտից բարձր է, բժիշկից ոնց որ ցածր, հա, այսպես ասենք։ Ու դրանով իրենք կարողանում են, հա, դրանով իրենք կարողանում են, էլի կանխարգել էին, որպեսզի, այսինքն այդ կարիեսը չդառնա հետագայում պուլպիտ եւ պերիոդոնտիտ։ Գային, երբ որ վիրաբույժ ես դառնում կամ պրակտիկ բժիշկ, ոչ ստոմատոլոգ էլի, բուժական գործ ես սովորում,
դու պետք է էտապներ անցնես, սկսած սանիտարից մինչև միանշանակ համաձայն եմ, մինչև վիրաբույժ դառնալ, ընդ ֆելդշերություն անես, ասիստենտ դնես, հիշում եմ, որ հերթապահում են գնում էի ռեանիմացիայում առավոտ շուտ 6-ին 5-ին գնում էի, որ բուժքույրերից վերցնում էի շպրիցը, որ անալիզի զաբորները ես անեմ, որ սովորեինք էլ այդ ամեն ինչը։ Արդյոք ստոմատոլոգի ասիստենտի մասնագիտությունը կբերի նրան, որ այն երեխեքով որ ասիստենտ կրթություն ունեն կամ նույնիսկ աշխատել են, կդառնան ավելի պրակտիկ, ավելի լավ ստոմատոլոգներ, քան մարդիկ, ովքեր այդ դպրոցը չեն անցնի։ Շատ լավ հարց է տալիս Դավիթ ջան, իրականում կարող եմ ասել միանշանակ, որովհետև օրինակ այստեղ այս մեր 2 տարվա ծրագրում, հա, մենք նոր գիտելիքներ ենք, հա, ներառել ստոմատոլոգիայի հետ կապված, սկսած անատոմիայից, sense մինիմալ, հա, որ եթե իրանք հետագայում այս աղջիկները որոշեն, որ իրանք ուզում են դառնալ ստոմատոլոգ, միանշանակ իրանց մոտ դա կստացվի շատ ավելի հեշտ։ Ու արդեն ունեմ աղջիկներ, որոնք սկսել են կասկածել, որ միգուցե մենք դիմենք համալսարան, դառնանք ստոմատոլոգներ, որովհետև արդեն սկսել է գրավել իրանց այդ ամեն ինչը, հա։ Սեքսիստական նոտկաներ են հնչում, տղաներ չկան կուրսի։ Նայեք, ես իմ ծրագրում գրած է բուժքույր, բուժեղբայր։ Իմ ծրագրի վերնագրում դա նշած է, բայց ցավոք մեր պրակտիկայում մենք չունենք, հա, տղա օգնական, հա, Հայաստանում ես չեմ առնչվել, մենք Կանադայում ունենք, այդտեղ խնդիր չեմ տեսնում, դրա համար իմ ծրագրում միանշանակ գրված է բուժեղբայր նաև, որ կարող են դառնալ։ Միշտ ասում են, որ մենք հայերս ֆուտբոլ, բասկետբոլ, թիմային խաղերից լավ չենք։ Իսկ ստոմատոլոգիայում թիմային աշխատանքն ինչով է կարող, որտեղ մենք սովորենք, չէ՞, օրինակ գնում ես ստոմատոլոգիա, գիտես մի հատ ստոմատոլոգ կա, ու այդ ստոմատոլոգն է սաղ քո հարցերը լուծելու, զբաղվելու, իրան է զանգում, ինքն է քեզ ժամ ասում, երբ գաս ու մնացած հարցերը ու տենց երևույթներ։ Ասիստենտի կուլտուրան կարա թիմային աշխատանքը մտցնի։ Միանշանակ թիմային աշխատանքը շատ առաջնային է ասիստենտի գործում։ Ես էլ իմ ծրագրում դրա համար մի հատ մեծ առանձին լեկցիա եմ պատրաստել, որովհետև թիմային աշխատանքում բոլորը աշխատում են մի նպատակի շուրջ, չէ, որպեսզի հիվանդին, բուժառուին ապահովենք բարձրակարգ բժշկական սպասարկում։ Բոլորիս նպատակը դա է։ Ու եթե այդ team work-ը չլինի, շատ բաներ տուժելու են։ Ես օրինակ իմ փորձն էլ միշտ աղջիկներին ասում եմ, այդ մեր թիմային աշխատանքում այնքան վերաբաժանած էր բոլորի սպարտականությունները ու մի հատ հետաքրքիր նրբություն կար, որ ով ինչ անում էր, իր initial-ը, այդ initial-ը ազգանվան եւ անվան առաջին տառն է, հա, օրինակ Գայանե Մալխասյան GM։ Ես ինչ գործիքի կպնում էի, ինչ սարքավորման միացնում էի կամ եւ այլն, գրում էի, որ ժամին արեց, ով արեց եւ երբ արեց ու անուն ազգանուն։ Այսինքն պատասխանատվությունը այնքան մեծ էր, հա, ես օրինակ ստերիլիզացիան անում էի, հա, այդ բոլոր գործիքների վրա կոնկրետ ավտոմատ տպվում էր, ով է արել այս գործիքների ստերիլիզացումը, որ օրն է արվել, որ ամսա թվին։ Եթե հանկարծ ինչ որ չեպ էր լինում, այդ թիմային աշխատանքում ոչ մեկ չէր ասում, չէ, ես չեմ արել, այս մյուսն է արել, կոնկրետ նշված էր, այս մարդն է արել, այս մարդը պիտի կրի սրա պատասխանատվությունը, հա։ Այսինքն այդ աշխատանքի ճիշտ վերաբաժանումը, իրար փոխարինելու կարողությունը, հա, այդ շատ կարևոր է։ Ենթադրենք քո գոլեգան աշխատանքի չի ներկայացել հազարումի պատճառներով, հա, դու պիտի կարողանաս այնպես անել, որ ոչ ոք չնկատի այդ բացը, հա։ Մեզ հատուկ այդ դրան ոնց որ բերում էին, հա, մեր բժիշկի հետ ճիշտ հաղորդակցումը։ Այսինքն այդ հաղորդակցում հասկացողությունն էլ, հա, ինքը մեծ, sense իրատակ շատ մեծ բան ունի, որ բժիշկի հետ էլ կարող է պետքա ճիշտ հաղորդակցվել, հա, բժիշկը թիմի հետ։ Եթե թիմային աշխատանք չլինի, այդտեղ ոնց ասեմ, հաջողություն չի կարող լինել, հա։ Բժիշկը ինչքան ուզում է լավ մասնագետ լինի, ինքը իր գործը արեց, բայց եթե թիմային աշխատանքում ամեն մեկը իր գործում թերացավ, այդտեղ հաստատ ուժելու է աշխատանքի որակը։ Շատ կարևոր է, որովհետև թիմային աշխատանքը հիմա ամենուր է պետք գալիս, այդ մոնարխիկ համակարգերը ոնց որ քանդվում են, երբ որ մի ամբողջություն աշխատում էր մի հոգու համար, հիմա թիմն է աշխատում։ Այսինքն մենք այդտեղ հասկացանք, որ
երեխեքը կարան ոչ միայն ունենան մի մասնակցություն, այլ գնան դեպի շարունակեն դեպի ստոմատոլոգիա, դեպի իսկ ինչքանով է մեր դիպլոմը այդ բուժքույրականում մեր ԵՊԲՀ քոլեջը ավարտած երեխեքի մոտ, ստոմատոլոգիայի օգնական ծրագիրը ավարտած երեխեքի մոտ, ինչքանով է անցնելու դուրսը նույն Կանադայում, նույն ԱՄՆ-ում, թե պետք է այնտեղ գնան, նորից վերապրոֆիլավորվեն, նորից սովորեն։ Նո, Կանադայում, ԱՄՆ-ում կարծում եմ պետք է վերապատրաստվել, վերապրոֆիլավորվել։ Ես իմ օրինակը բերեցի, որ մեր համալսարանի դիպլոմը ցավալի էր, բայց ուժ չուներ, նույնիսկ արդինատուրան ավարտելուց հետո ես չէի կարողանում որևիցե աշխատանք գտնել։ Իրանք պահանջում են թեկուզ կանադական լիցենզիա, ամերիկյան լիցենզիա, դա պետքա վերապատրաստվես, այնտեղ տարբեր կուրսեր կան։ Ին բժիշկ լինելը այս դեպքում ինձ օգնեց, այսինքն ես վերապատրաստվեցի 6 ամիս։ 6 ամիս հաճախել եմ կոնկրետ այնտեղ մասնավոր քոլեջ կար, հանձնեցի շատ արագ անատոմիան ամբողջությամբ, դե ինձ համար այդ շատ հեշտ էր, հա, անատոմիան հանձնեցի եւ ռենտգեն ապարատի հետ կապված ամբողջ ինչ որ ֆիզիկայի շատ բավականին բարդ առարկա էր, որը նույնպես հանձնեցի, իմ մոտ կարճ տևեց 6 ամիս, իմ բժիշկ լինելը այս դեպքում օգնեց, հա, իսկ եթե 0-ից է սկսում, այնտեղ կարող է մի տարի եւ ավել տևի։ Ահա։ Հասկացա։ Շատ հետաքրքիր է այս մասնագիտության մասին։ Այսքան խոսացինք ձեր մասին, մնաց Գայանե ջան, բայց երբ եք նորից ստոմատոլոգիայով զբաղվել։ Այդ հարցը միշտ ես ինքս իմ հետ անհաշտ եմ, հա, միշտ ասում եմ միգուցե ճիշտ էր վերադառնալ, բայց այսօր ես գտնում եմ, որ մեր հասարակությունում նոր ծրագիր բերելը, կրթելը իմ համար այսօր երևի առաջնային է, որ եթե ես կարողանամ ինչ-որ նոր բան սովորացնեմ ու որակով sense մասնագետներ կարողանամ, հա, կրթել, իմ համար այս պահին դա ավելի առաջնային է։ Հիմա կոնկրետ ծրագրեր չունեմ, որպես պրակտիկ ստոմատոլոգ աշխատել։ Ամբողջությամբ ինձ նվիրել եմ այս ծրագրի իրականացմանը, առաջ աստված, եթե ամեն ինչ հաջողվի, այդ հիգիենիստ մասնագիտությունն էլ հաջորդ էտապն է։ Իսկ վարձավճարն ինչքան է սովորելու հետ էլ կայտակ։ 2 տարվա համար 600,000-ի կարգի է։ Տարին 300,000 դրամ։ Շատ լավ է։ Մասնագիտություն ձեռք բերելու համար։ Այո, ու ասեմ Դավիթ ջան, ինքը բավականին պահանջարկ ունեցող մասնագիտություն է։ Այսինքն այսօր ես կարող եմ sense հաստատ ասել էլի, որ չկա համարյա ստոմատոլոգիական կլինիկա այսօր, որը կարիք չունենա պրոֆեսիոնալ իրագործին գիտակ ասիստենտի, հա։ Իմ գոլեգաները շատ բժիշկ ընկերներ ունեմ ստոմատոլոգներ, ամեն օր ինձ այդ հարցն են տալիս։ Երբ են գալու այդ երեխեքը, մենք որ նո հա, իմ վրա էլ է շատ, ես շատ մեծ պատասխանատվության զգացում ունեցող մարդ եմ ու ես էլ իմ ուսերին մեծ բեռ եմ կրում, որովհետև միշտ իմ ուսանողներին եմ էլի ասում դուք առաջինն եք լինելու ու դուք պետքա լինեք, չգիտեմ, լավագույնը։ Ես ասում դուք պետքա այնպիսի ասիստենտներ դառնաք, որ Բայց ձեզ հեշտ է լինելը, որովհետև բժշկականում հիմա կա նաև շատ լավ ստոմատոլոգիական սիմուլյացիոն կենտրոն, որից երեխեքը տենց կարողանում են, չէ՞, օգտվել։ Այո, կարող են օգտվել։ Որտեղ տարածաշրջանում լավագույն սիմուլյացիոն կենտրոնն է։ Այո, լավագույնն է, ես էլ մտել եմ, փորձ տեսել եմ, ծանոթացել եմ։ Հա, այդտեղ էլ կունենանք մենք ժամականակ, ցավոք սրտի զբաղվածությունը սիմուլյացիոն կենտրոնի բավականին ծանրաբեռնված են, ելնել ուսանողների քանակից։ Սիմուլյացիոն կենտրոն մենք չենք կարող հաճախ այցելել։ Դրա համար մենք մի քանի ստոմատոլոգիական կլինիկաների հետ ոնց որ պայմանագիր ենք կնքել, որպեսզի մեր ուսանողների պրակտիկ մասը կոնկրետ այս պահին համագործակցում եմ իմ կուրսեցու Դավիթի Հովհաննիսյան, Սպիտակ ամրոց ստոմատոլոգիական կլինիկայի հետ ենք համագործակցում։ Այո։ Հիմա մեր արդեն դասընթացների որոշ հատված իր մոտ ենք անցկացնում։ Օրինակ շուտով ուսումնասիրել ենք գործիքները, նյութերը, շատ հարմար է, երբ որ լեկցիան ավարտում ես, այդ ամեն ինչ որ ասում ես, իրանք պրակտիկ տեսնում են հենց կլինիկայում։ Բավականին տպավորիչ է լինում ուսանողների մոտ, ու հուսամ, չգիտեմ, այս ծրագիրը կհաջողվի, էլ ավելի կզարգացնենք։ Մեր թիմը էլ ավելի կընդլայնվի, որովհետև եթե մյուս տարի էլ այս ծրագիրը ինքը պիլոտնի է, հա։ Մի հատ մենք էլ պետք է հասկանանք ինչ կարելի է ավելացնել, ինչ կարելի է կրճատել, բայց նպատակն է պատրաստել պրոֆեսիոնալ կադրեր, որի պակասը իմ կարծիքով բոլոր ոլորտներում մենք ունենք։ Բացի, հեսա կասեմ, որ բացի խորովածագետի կարիք մեր երկրի տղեկ ունի խորովածագետի կարիք, թե չէ։
Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք, այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրէաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Դու մի հատ հետաքրքիր մոդել նկարահանումից առաջ մեզ ներկայացրեցիր գործի կառավարման մոդելը, որը սովորացնում ես երեխեքին։ Մի քանի բառով կնկարագրես, դա ինչ մոդել է ինձ ներկայացնում։ Հա, իհարկե, օրինակ գործի կառավարումը ես իմ փորձով երեխեքի հետ կիսվել եմ, օրինակ մեր կլինիկայում մի հատ հետաքրքիր սենց մեխանիզմ էր մշակված, ինչպես արդեն նշեցի, հա, ստոմատոլոգիա ուղղությունները, օրթոպեդիա, օրթոդոնտիա, որտեղ այս կոնկրետ մի պացիենտի մոտ կարա լինի կարիեսի բուժում, հաջորդը գալիս է էնդոդոնտիա, հա, այսինքն այդ ներվի հեռացում, դրանք տարբեր գործիքակազմ են, չէ՞, պահանջում։ Մենք ունենք այնտեղ մեր գործիքների եւ նյութերի սկուտերներ հասկացողություն, հա, այդ թրեյերը, հա, ես առաջարկել եմ այստեղ, որ օգտագործենք գունային համակարգ, գունավորման համակարգ։ Օրինակ մեր հիվանդանոցում դեղին ու ռոլոգներինն է։ Ահա։ Չգիտեմ, չի։ Էտա մեզի գույնի հետ կապ ունի այդ դեղին։ Հա, ասեմ Դավիթ ջան, որ ինքը բավականին հեշտացնում է աշխատանքը օֆիսում, հա, մենք ունենք, ասենք, մի քանի գույներով թրեյեր, հա, ենթադրենք հիմա կարիեսի հաջորդ պացիենտը գալիս է իր մոտ էնդոդոնտիայի նաբորը վերցնում։ Էնդոդոնտիայի սկուտերը վերցրեցիր, արդեն դրա մեջ ամեն ինչ կա, հա, գործիքները բոլոր հավանական, անհավանական գործիքակազմը այդտեղ մանրիազերծված, արդեն ինքը դրված է։ Դու դրեցիր բժիշկի սեղանին, անհնարավոր բժիշկը ինչ որ բան ուզի ընթացքում ու այդտեղ չլինի։ Ոչ թե որ ինչ որ բան է ընթացքում պետք լինում գնաս մյուս սենյակից գաս, այդ համակարգված այդ գունային համակարգը սիրուն, այսինքն նայեք պրիմիտիվ բան է, չէ, ինքը իրականում ենթադրում, բայց ինքը բավականին օգնում է եւ հեշտացնում է աշխատանքը, հա։ Այսինքն երեխեքը նաև կմտնեն ստոմատոլոգիական կլինիկաներ ու կսկսեն բժիշկներին սովորեցնել նաև այդ գործը կազմակերպել, որ իրենց գործն էլ հեշտանա, որովհետև բժիշկներն իրենց ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ ամեն ինչը սենց։ Այո, ես կարծում եմ ցանկացած ստոմատոլոգ միայն ուրախ կլինի, որ իր օգնականը ունենա լավ մտահաղացումներ, գա կիսվի իր մտահաղացումներով, առաջարկներ անի, ես միշտ ասում եմ՝ մի վախեցեք առաջարկներ անելուց, հա, երբեք սովորելը ամոթ բան չի, կարելի է սովորել նաև օգնականից, հա, որովհետև եթե այդտեղ թիմային աշխատանք կա, թիմում մեկը մյուսին պետքա օգնի, որպեսզի այդ կլինիկայում կարողանանք որակով բուժակ սպասարկում ապահովենք, հա։ Իմ կարծիքով ցանկացած բժիշկի համար դա միայն կարևոր կլինի։ Հա, դա շատ ցանկալի բան կլինի։ Դու մեր հաղորդումը հեշտ նայեցրես։ Իհարկե։ Գիտես ինչ ավանդական հարց ունենք մենք։ Եթե չեմ սխալվում, գրքերից էիք հարցնում։ Այմա քո 3 ամենասիրած գրքերի անունները տար։ Ամենասիրածը սենց մի քիչ լայն է, հա։ Ստոմատոլոգիա պատճի։ Չէ, իհարկե չէ։ Ես վերջերս իմ համար ես բացահայտեցի Միշել Օբամային, իր Becoming գիրքն եմ կարդացել։ Ինքը ինձ մոտ ասոցացվեց սենց ուժեղ կնոջ կերպարի հետ։ Շատ ուժեղ։ Դե ում ամուսինը լինի աշխարհում ուժեղ պրեզիդենտը։ Այդ գիրքը կարդալով ես կարծեցի, որ ինքը էլ ավելի ուժեղ է, քան իր ամուսինը, չգիտեմ, շատ տպավորվեցի այդ գրքով, խորհուրդ կտամ կարդալ։ Եվ կարդացել եմ Ռոբին Շարմայի գիրքը The Monk Who Sold His Ferrari-ին։ Ես չսիրեցի այդ գիրքը։ Ես հիմա դեռ ընթացքի մեջ եմ, իր մեջ ինչ որ հետաքրքիր բաներ կա, այսպես ճանաչողական, հա, որ մենք մեր օրգանիզմը, հա, լավ չենք ճանաչում, ինչ հնարավորություններ մեր մարմինը ունի ընդհանրապես։ Ինքը ցած հետաքրքիր էր, չգիտեմ, ինձ լիքը բացահայտումներ արեցի ես ինքս իմ հանդեպ։
Եվ քանի որ ես ունեմ թինեյջեր տարիքի երեխեք, այն վատ տարիքում ենք, հա, արդեն 15-16, իրանց հետ մենք հիմա կարդում ենք Rob Dial-ի Level Up-ը, ինքը sense շատ հետաքրքիր խորհուրդներ է տալիս տարբեր իրավիճակների հետ կապված, օրինակ ես ու տղաս իր գիրքը պատվիրել ենք, ուսումնասիրում ենք, միմյանց իրար հետ ուղարկում ենք տարբեր իրամտքերից, խորհուրդ կտամ այդ Level Up-ը բավականին հետաքրքիր գիրք է։ Հիմնական թինեյջերական տարիքեր։ Նո, չէ, ես էլ օրինակ ինձ շատ հարցերում այդ գիրքը ինձ շատ օգնել է, շատ խորհուրդներով, հա, խորհուրդ կտամ կարդալ, ինքը շատ արդիական է, ինքը նաև իր Instagram-յան էջն էլ ավարում, ոդքասթեր ավարում ու շատ մարդկանց կյանքը կարողացել է փոխի իր այս գրքով։ Շատ լավ։ Շնորհակալություն Գայանե ջան, շատ հետաքրքիր էր, հուսամ մեր այս հաղորդումից հետո մենք սեպտեմբերին կունենանք նոր ուսանողներ, ովքեր կգան կմասնակցեն ծրագրին, կընտրեն այս հետաքրքիր մասնագիտությունը։ Մերսի շատ եւս մի անգամ մեզ հյուրընկալվելու համար, հուսամ մարդիկ կնայեն, գուցե մարդիկ լինեն, ովքեր կընտրեն այս հետաքրքիր մասնագիտությունը։ Իրեն մի հատ հետաքրքիր հարց տամ, եթե մարդը 9-12-ի բազա չունի, օրինակ բուժքույր է աշխատող, ինքը կարա ընդունվի սովորի։ Մենք մտածում ենք, որ հետագայում նման մարդկանց համար ունենանք վերապատրաստման կուրսեր, ավելի կարճ կուրսեր, հա, որ կարող են գալ կոնկրետ վերապատրաստվել ինչ որ ժամանակահատվածով ու հա վերադառնալ աշխատանքի։ Շատ ավելի հետաքրքիր լինի։ Մեր հյուրը Երևանի Պետական Բժշկական Համալսարանի քոլեջի ստոմատոլոգիական բուժքույր մասնագիտության ծրագրի ղեկավար Գայանեն Մալխասյաններ, Գայանե ջան, շատ դիքը մերսիներ։ Ես եմ շատ շնորհակալ դարձյալ համար, շատ հետաքրքիր է ու ինձ թվում է, որ այս ծրագիրը ավարտած երեխեքին այդպես լավ ապագա է սպասում, որտեղ նոր մասնագիտությունը շուկան պահանջարկը չափից դուրս մեծ է, կայֆ է, որ այս նոր մասնագիտությունը կա, երեխեքը կարան ընտրեն ու այս կոնկուրենտային աշխարհում կարան գտնեն իրենց տեղը։ Մերսի շատ։ Դե ինձ իրենից բաժանորդագրվեք Dr. Strom YouTube-յան ալիքին, իմ Instagram-ին, եթե բաժանորդագրված եք, ինչպես նաև Գայանե Instagram-ին բաժանորդագրվեք, որ դեր ատամները երբեք այլևս չսևանան։ Առողջ եղեք։